Աստված Երեմիայի միջոցով լուրջ խոսեց այդ օրերի մարգարեների եւ քահանաների հետ, բայց նրա խոսքերը դեռևս վերաբերում են մեզանից շատերին այսօր։ Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սահելկոտ տեղերի պես պիտի լինի։ Դրանից խուսափելու ճանապարհ չկա։ Նրանք կընկնեն, նրանք պետք է հրվեն եւ նրանում վայր ընկնեն, որովհետեւ ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց այցելության տարին, ասում է Տերը։ Մենք պետք է միջնորդենք, բարեկամներ։ Շատ կարևոր է, երբ մեկը կանգնած է Աստծո եւ մարդկանց միջև ընկած խրամատում, միջնորդության աղոթքի միջոցով։ Դիտենք վկայությունը։ Քույրս ինչ է պատահել։ Շատ ուժեղ ցավ ունեի ազդրումս, շատ էր ցավում։ Հիմա լավ եք։ Ողնաշարս անընդհատ ցավում էր, բայց հիմա լավ եմ։ Հենց դա եմ ասում։ Փառք Աստծուն, ավելի լավ եմ։ Հիսուսի անունով առաջ գնացեք եւ քայլեք։ Փառք Աստծուն, շարունակեք քայլել։ Եթե կարող եք վազել, ապա վազեք։ Վազեք։ Աղոթենք։ Հայր, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր մոլորվել են եւ շատերի համար գայթակղության քար են դարձել։ Ազատիր նրանց ամեն չարիքից եւ հիմա ես օգտագործում եմ այն զորությունը, որը դու ինձ տվել ես, որպեսզի ազատեմ նրանց Հիսուսի անունով։ Չար դուրս կորի այս մարդկանց կյանքից, իսկ դուք ասեք ամեն։